Բարև ձեզ, ողջունում եմ բոլորիդ, նախ ուզում եմ շնորհավորել սիրելի Մանեին և Լիլիթին, որ արդեն այս միջոցառումը դառնում է ավանդույթ, հուսով եմ, որ ինքը ժամանակի ընթացքում մեծ ծավալներ ձեռք կբերի և ծնողական համայնքը ավելի ու ավելի կուժեղանա և ավելի իրեն պաշտպանված կզգա։ Ես ուզում եմ սկսել իմ խոսքը իմ խորքային դիրքորոշումից ծնողավարման վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ միայն երջանիկ ծնողները կարող են մեծացնել երջանիկ երեխաներ։ Եվ ես ուզում եմ, որ այս իմ զեկույցը, որը իհարկե կարճ է, բայց ձեզ փոխանցի այն կարճ հղումները, այն կարճ գաղափարները, փոքրիկ, որ դուք կարող եք ձեր կյանքում իրագործել, օգտագործել և դրանց վրա կարող եք հենվել։ Իհարկե այս փոքրիկ տևողության մեջ երբեմն հնարավոր չի լինում մեծ ծավալներ և ամբողջ ծնողական կյանքը և դժվարությունները ծածկող մտքեր ասել, բայց ես իհարկե կփորձեմ։ Ուրեմն, երբ մենք ուզում ենք խոսել մարտահրավերների մասին, ես մարտահրավերները ձևակերպել եմ մի փոքր այսպես խորամանկ ձևով և փորձել եմ նշել այն բոլոր սխալները տարածված, որոնք ծնողները իրենց կյանքում թույլ են տալիս, բայց դրանք իրականում այն մարտահրավերներն են, որոնց բախվում են գրեթե բոլոր ծնողները։ Եվ եկեք հերթով անցնենք առաջ, որոնք են այդ մարտահրավերները։ Ամենաառաջինը երեխային ծառայելու այսպես գայթակղությունն է, որ բոլոր ծնողները կարծես այս կամ այն կերպ դրա մեջ ընկնում են, և իհարկե սա ամենատարածված սխալներից մեկն է հանդիսանում ծնողների, որովհետև եթե մենք փորձենք մի քիչ այսպես հեքիաթային ձևով դիտարկել ծնողի դերը ծնողավարման գործընթացում, ապա այն պիտի լինի թագավորի և թագուհու դերին մոտ, այլ ոչ ծառայի դերին մոտ։ Եվ երբ որ մենք փորձում ենք հասկանալ իմ գործողությունները, իմ քայլերը ինչպիսին են, արդյոք ես ճիշտ հարաբերություններ եմ կառուցել իմ երեխայի հետ, թե ոչ, արդյոք իմ խոսելու տոնը, իմ վարվելակերպը ինչպիսին է, ես արդյոք ճիշտ եմ ասում, իմ խոսքերը ազդեցիկ են, թե ոչ, տպավորիչ են, թե ոչ, վստահություններ շնչում են, թե ոչ, մենք պիտի մի փոքր համեմատենք մեր խոսքը թագավորի և թագուհու դիրքից խոսելու և ծառայի դիրքից խոսելու հետ։ Եթե ծառայի դիրքից ենք խոսում երեխայի հետ, բնականաբար կարող ենք արդեն ենթադրել, թե ինչպիսին կլինի երեխայի վերաբերմունքը մեր նկատմամբ։ Իսկ երբ որ խոսում ենք թագավորի և թագուհու դերից, ես կուզեմ, որ դուք չշփոթեք թագավորի և թագուհու դերը բռնակալի, բռնատիրոջ դերի հետ։ Թագավորը և թագուհին կարող են լինել շատ հոգատար, իրենց ամբողջ կալվածքները և թագավորությունը հետո ժառանգում են իրենց դուստրերին և որդիներին, բայց նրանք ունեն իշխանություն և նրանք բավական ինքնավստահ են իրենց այս դերի մեջ։ Երկրորդ մարտահրավերը տալու և վերցնելու բալանսը խախտելն է, որ սովորաբար նորից ծնողները այս ծուղակի մեջ ընկնում են։ Նրանք անընդհատ մտածում են, որ որքան շատ տան իրենց երեխաներին, այնքան լավ, որքան շատ նվիրեն, տան, զոհաբերեն, այնքան լավ, բայց արի ու տես, որ այդպես չի լինում։ Ավելի հաճախ երեխաները, որոնք անընդհատ ստանում են ինչ-որ բաներ իրենց ծնողներից, դե կարող ենք հասկանալ թե նյութական և թե ոչ նյութական հոգևոր արժեքներ, սեր, ուշադրություն ու նաև նյութական աջակցություն, երեխաները իհարկե սովորում են և ձեռք են բերում մի դիրքորոշում, որ իրենք պիտի գրեթե միշտ ստացողի դերում լինեն։ Իսկ երբ որ մենք պահում ենք մեր երեխաների հետ այս բալանսը, որ մենք և տալիս ենք և ինչ-որ բաներ պիտի ստանանք ձեզանից և սովորեցնում են նաև գրագետ ձևով փոխադարձ պատասխանատվություն կրել, ինչ-որ խնդիրներ լուծել, ընտանեկան հոգսերը կիսել և այլն, երեխաները սովորում են և վերցնել բավարար չափով, որովհետև սա իսկապես շատ կարևոր է, և նաև զուգահեռաբար տալ։ Մյուս մարտահրավերը և կարելի է ասել հաճախ պատահող սխալներից մեկը, որ ծնողները և ժամանակակից ծնողները ավելի հաճախ ընկնում են այս ծուղակի մեջ, երեխայից վախենալն է։
երբ ծնողները վախենում են, որ երեխան ստրես կապրի, երեխան տրավմաներ ձեռք կբերի, երեխան ինձ չի սիրի, չի գնահատի, կհամարի վատ ծնող, հիմա հաճախ հումորով ծնողները ասում են, որ այ այսպես ամեն ինչ անում ենք, բայց հետո մեր երեխաները կգնան հոգեբանի մոտ եւ մեզանից կբողոքեն։ Սրանք իրականում արտահայտում են ծնողների խորքային վախերը եւ որպիսի մենք լինենք առողջ ծնող, որպիսի մենք դիմանանք մեր երեխաների առողջ կամ ոչ առողջ քննադատությանը, մենք պիտի հաղթահարենք այս վախերը, այսինքն պիտի պատրաստ լինենք, որ այո, ծնողները նաեւ երեխաները նաեւ գանգատվելու են մեզանից, բողոքելու են, պիտի նաեւ հաշվի առնենք, որ ծնողները իրականում հանդիսանում են դիդակտիկ նյութ իրենց երեխաների համար։ Այսինքն երեխաները ծնողի փորձի վրա, ծնողի սխալների վրա, ծնողի բացթողումների, նրանց հարաբերություններ կառուցելու ձևի, ոճի, իրենց կյանքի ամբողջ process-ով հանդիսանում են երեխայի համար դիդակտիկ նյութ եւ երեխաները անպայման ասելու են. դուք սենց եք անում, ես տենց չեմ անելու, դուք սա սխալ եք անում, ես երբեք այդպես չեմ անելու։ Իհարկե իրենք կարող է եւ երբեմն կրկնեն այն, ինչ մենք անում ենք եւ ինչ որ բաներ իհարկե կանեն ավելի լավ, ինչ որ բաներ ավելի վատ, բայց մենք պիտի պատրաստ լինենք, որ երեխաները միայն ու միայն մեր կյանքի փորձի վրա, մեր սխալների վրա սովորելու են եւ իհարկե մեզ քննադատելով շարժվելու են առաջ։ Եվ վախենալու չէ, որ երեխաները մեզ քննադատեն։ Եվ իհարկե ունենան ինչ որ տրավմաներ եւ ինչ որ ստրեսներ ապրեն։ Մյուս տարածված մարտահրավերը, որ ծնողները ունեն, սա իրենց սեփական հոգեբանական խնդիրները երեխաների միջոցով կոմպենսացնելն է, եւ այս սերնդի ծնողներին սա շատ բնորոշ է, երբ որ ծնողների կյանքը, ծնողների մանկությունը զգալիորեն կտրուկ տարբերվում է ժամանակակից երեխաների մանկությունից ու կյանքից։ Եվ այն ծնողները, որոնք իրենց մանուկ հասակում ունեցել են խաղալիքի պակաս, քաղցրավենիքի պակաս, ժամանցի պակաս, տարատեսակ, այսպես հետաքրքիր օրեր ունենալու պակաս ու նաև ստացել են բավական խիստ դաստիարակություն, որովհետև մեզանից շատերը ստացել են ոչ այն դաստիարակությունը եւ վերաբերմունքը, որը այսօրվա ծնողներն են իրենց պրակտիկայում կիրառում, այս ծնողները փորձում են իրենց մանկական հոգեբանական խնդիրները, իրենց մանկության տրավմաները ամեն գնով կոմպենսացնել իրենց երեխաների միջոցով, այսինքն փորձում են հնարավորինս շատ բան տալ իրենց երեխաներին։ Ոչ մի պակաս բան չլինի, ոչ մի տրավմա չապրի, ոչ մի ստրես չապրի, ես մտերիմ լինեմ իր հետ, ընկեր լինեմ, իր ամենամտերիմ ընկերուհին լինեմ։ Եվ այսպես չափազանց բաներ են անում, քայլեր են անում, որոնց կարիքը սովորաբար երեխան չունի եւ ավելի բալանսավորված վերաբերմունքի կարիք ունի։ Այսինքն, եթե մենք ուզում ենք երջանիկ ծնող լինել, մենք պիտի մեր մանկական խնդիրները փորձենք հաղթահարել, գիտակցել, որպեսզի դրանք ծնողավարման միջոցով չկոմպենսացնենք։ Մենք իհարկե դեռևս կանգնած ենք այս մարտահրավերի առաջ, ես իհարկե տեսնում եմ փոփոխություններ այս առումով, այսօրվա ծնողները մի քիչ ավելի գրագետ են այս հարցի շուրջ, բայց միևնույն է դեռևս ծնողները շարունակում են իրենց դաստիարակության process-ում դնել բավական նկատելի տարբերություններ աղջիկների ու տղաների դաստիարակության մեջ եւ այնպիսի գաղափարներ ներմուծել, որոնք իրականում օգտակար չեն, թե աղջիկների եւ թե տղաների համար։ Հաճախ շատ ծառայում են տղաներին, աղջիկներին ներշնչում են, որ իրենք էլ պիտի տղաներին ծառայեն, եղբորը տանկողինը հավաքի, եղբորը ճաշը տաքացու, դասերին հետևի, տղաներին ներշնչում են, որ իրենք պիտի ուժեղ ու համարձակ լինեն, այնինչ աղջիկները եւս ված չէր լինի, որ ուժեղ ու համարձակ լինեն։ Մենք բոլորս ունենում ենք տարբեր մարտահրավերներ մեր կյանքում եւ բոլորիս պետք են ուժը, վստահությունը, համարձակությունը, դիմադրելու կարողությունը։ Շատ կարեւոր է, որ մենք մեր դաստիարակության process-ում ուշադիր լինենք, թե ինչպիսի կարծրատիպային մոտեցումներ են կիրառում եւ այս հարցում պետք է այնուամենայնիվ ազնիվ լինենք, եթե մենք մեծացել ենք այդպիսի ընտանիքում, որտեղ եղել են այդպես շատ ակնհայտ տարբերակված մոտեցումներ, շատ հնարավոր է, որ մենք էլ անգիտակցաբար այդ մոտեցումները կիրառենք եւ կուզենայի ձեր ուշադրությունը այս հարցին հրավիրել։
Մյուս տարածված մարտահրավերը, որ բխում է երևի նախորդներից, թե երեխային ծառայելուց, թե վախենալուց, շատ հաճախ ծնողները սկսում են թաքցնել իրենց զգացմունքները, օրինակ, բարկությունն են թաքցնում, տխրությունն են թաքցնում, մարդիկ կորուստներ են ունենում և ասում են, ես երբեք լաց չեմ եղել իմ երեխայի մոտ, որպես շատ լավ արարք խոստովանում են, որ իրենք իրենց երեխայի մոտ լաց չեն եղել, այնինչ երեխաները նաև ծնողների զգացմունքները բնական, իրական զգացմունքները տեսնելով փորձ են ձեռք բերում, հասկանում են, թե ինչպես պիտի այս կամ այն իրավիճակներում արձագանքել, որ տխրելը բնական է, որ բարկանալը նորմալ է և բարկանալը երբեմն շատ անհրաժեշտ է և առհասարակ ինքնավստահ մարդիկ չեն վախենում բարկանալուց, տխրելուց, ինչ-որ բանից նեղվելուց կամ նույնիսկ ցասում ապրելուց, սրանք իրենց իմաստը և տեղը ունեն մեր կյանքում և իրենց շատ հաճախ իրենց պաշտպանական կարևոր նշանակություն է։ Ես կարծում եմ, որ առողջ կարող է երեխան մեծանալ, երբ որ տեսնում է առողջ զգացմունքների արտահայտում և այդ զգացմունքների ընդունում։ Այս փորձը առաջին հերթին ծնողները պիտի ցույց տան իրենց երեխաներին։ Թաքցնել վեճերն ու խնդիրները, սա նորից շատ տարածված սխալ է, շատ ծնողներ համարում են, որ իրենց երեխաների երջանիկ մանկության համար իրենք պիտի երբեք իրենց երեխաներին ցույց չտան իրենց խնդիրները, չասեն, որ գիտես ունենք օրինակ ֆինանսական խնդիրներ կամ գիտես մի քիչ վիճել ենք հայրիկի հետ և այսօր ես չէի ուզենա այդ թեմայով իր հետ խոսել, գուցե մի քանի օր հետո քննարկեմ այդ հարցը։ Երեխաները պիտի առողջ ընտանիքի ոնց որ պատկեր ունենան և իմանան, որ ծնողները վիճում են և բարիշում են և դրա մեջ ոչ մի ինչ-որ տարօրինակ, անբնական բան չկա և ասեմ ձեզ, երբ որ ծնողները թաքցնում են իրենց վեճերը, սա մեծ միամտություն է, նրանք իրականում կարծում են, որ կարողանում են թաքցնել, երեխաները շատ լավ հասկանում են, որ վիճել են, հասկանում են, որ հայրիկը բարկացած դուրս եկավ տանից, մայրիկը շատ տխուր է և այս տեսակ բաներ և այդ անորոշությունը շատ ավելի է խանգարում երեխաներին, քան բաց վիճաբանությունները, որոնց ընթացքում նաև երեխաները կարող են զարգացնել իրենց քննադատական մտածողությունը, վերլուծելու կարողությունը, իրենք կարող են իրենց կարծիքը նաև հայտնել և ինչ-որ բաներ ասել, ես կարծում եմ, որ այս պրոցեսները որքան բնական դրսևորվեն, այնքան երեխաները ավելի առողջ կմեծանան և ինչ-որ հեքիաթային սուտ բաներ պետք չի ստեղծել երեխաների համար։ Զոհաբերվելը, իհարկե սա ոչ միայն ծնողավարման մեջ, այլև երևի ամեն տեղ պետք է լավ մտածենք, էլի իմաստ ունի այս զոհաբերությունը, թե ոչ։ Իհարկե մեր կյանքում կլինեն իրավիճակներ, երբ որ մենք մեկ կարևոր բանը կզոհաբերենք մեկ այլ կարևոր բանի համար, ենթադրենք մեր հարազատ մարդուն խնամելու համար, կարող է մենք մեր ժամանակը, մեր ժամանցը, տարբեր բաներ զոհաբերենք, այսինքն իմ այս միտքը ուղղված չի նրան, որ երբեք պետք չի զոհաբերվել և այսպես էգոիզմով պետք է ապրել, իհարկե ոչ, բայց միշտ պիտի մտածենք, այս զոհաբերությունս արժե թե ոչ, իմաստ ունի թե ոչ, մի հատ սենց չափեմ, զոհաբերվում եմ ինչի համար, ենթադրենք 4-րդ կոշիկը առնելու համար երեխայի, չգիտեմ, ինչ-որ մի ուրիշ կարևոր, օրինակ այս երեկոն ամուսնուս հետ ինչ-որ մի ռեստորանում անցկացնելու հնարավորությունը զոհաբերում եմ երեխայի ինչ-որ մի քմահաճույքին, երևի այդքան էլ իմաստ չունի այս զոհաբերությունը, բայց կան զոհաբերություններ, որոնք մենք ուզենք չուզենք անում ենք, հա, մենք մեր առողջությունն ենք զոհաբերում երեխաների համար, մենք ժամանակը, լիքը բաներ իհարկե, բայց արժի այս կետի մասին մտածել, ջամին նայեմ։ Մյուս մարտահրավերը, որ ունեն ծնողները, նորից ժամանակակից ծնողներին շատ բնորոշ բան է սա, ամեն գնով երեխային ստրեսից զերծ պահելը։ Իրականում երեխաները պիտի իրենց մանկության ընթացքում անարդարության իրենց չափաբաժինը ստանան, անպայման։ Նրանք դրանով փորձ են ձեռք բերում, իրենք հասկանում են, որ կյանքը իրականում այդպիսի մի բան է, որ մայրիկը կարող է սխալվել, հայրիկը կարող է ինչ-որ տեղ մի քիչ իրեն մի տեղ չզսպել, սխալ պահել և սրանք նորմալ բաներ են, այսինքն կարող են երբեմն մարդիկ մեր հանդեպ լինել անարդար և մենք սրա միջոցով պիտի սովորենք ներել։ Իդեպ երեխաները անսպառ ներողամտության կարողություն ունեն և իրենք
հոգեթերապիայի գալիս, երբ որ դա ասում եմ արդեն մեծացած երեխաների մասին, իրենք ամեն գնով իրենք գալիս են, որպեսզի ներեն իրենց ներսում իրենց ծնողներին, որպեսզի արդարացնեն եւ այդպես իրենց ավելի երջանիկ են զգում։ Բայց այս փորձառությունը անպայման պիտի մարդիկ ունենան։ Պիտի հասկանան, որ ծնողները աստվածներ չեն, կատարյալ ոչինչ չեն անելու, սխալվելու են եւ մենք մեր կյանքում ունենալու ենք ինչ որ այդպիսի փորձառություններ, որտեղ ինչ որ մեկը մեր հանդեպ մի բան սխալ կանի։ Եվ իհարկե շատ հաճախ մենք կարող ենք ամեն ինչ անենք ճիշտ, բայց ընկալումը այդպես չլինի։ Այսօր հոգեբանները, հոգեթերապևտները խոսում են հաճախ այն մասին, որ մենք իհարկե ծնողներին տարբեր մոտեցումներ ենք սովորեցնում, մենք ասում ենք, որ պետք է այսպես անել, պետք է այնպես անել, այս հա ճիշտ է, սա սխալ է, բայց մենք ոչինչ չգիտենք այն մասին, թե ինչպես է երեխան ընկալում այս կամ այն վարքագիծը ծնողի, որովհետև նույն արարքը երկու տարբեր երեխաներ տարբեր կերպ են ընկալում։ Այս մի երեխան սերը ընկալում է այս ձևով, մյուս երեխան սերը ընկալում է ինչ-որ այլ կերպ։ Եվ սա շատ կարևոր բան է, որ մենք պիտի հասկանանք եւ ընդունենք մեր հնարավորությունների սահմանները եւ սահմանափակումները։ Այսինքն մենք որքան էլ փորձենք ամեն ինչ անել ճիշտ, կա մի սահման, որից այն կողմ երեխայի անհատական ընկալումներն են, եւ երեխան բնականաբար այդտեղ արդեն ազատ է եւ այդտեղ մենք չգիտենք թե ինչ է կատարվում եւ շատ մեր կողմից, մեր կարծիքով այսպես ճիշտ արարքները երեխայի համար կարող են ունենալ որոշակի երեխայի վրա կարող են ունենալ որոշակի տրավմատիկ ազդեցություն։ Սա շատ կարևոր է, սրա շուրջ պետք է մտածենք եւ պատրաստ լինենք, որ ինչ որ բաներ մեզ կզարմացնի, նույնիսկ այն դեպքում, երբ մենք շատ մտածված մեր ծնողությունը իրականացնում ենք։ Շատ կարևոր մարտահրավեր է սա ժամանակակից ծնողավարման մեջ, նորից բխում է մեր նախորդ նշած կետերից, ձգտումը ծնողների բավարարել երեխայի բոլոր պահանջմունքները։ Մի բան պետք է այստեղ հիշենք, որ բավարարված պահանջմունքը չի մոտիվացնում։ Էնպես որ եթե մենք ուզում ենք երեխաների բոլոր պահանջմունքները բավարարենք, իրենց ուզած բոլոր բաները անենք, մենք պիտի մի քիչ վախենանք, որ այս երեխայի մոտիվացիայի հետ մի բան կկատարվի։ Մի հատ հիշեք ձեզ սենց կուշտ կերած ժամանակ։ Վստահ եմ, որ դուք մեծ հերոսությունների այդ ժամանակ պատրաստ չեք, ունակ չեք, հաստատ հավես չունեք։ Պարկելուց բացի այո ուրիշ բան չենք ուզում, կամ մեկ ուրիշ իրավիճակ, հա, մի հատ փորձեք պատկերացնել այդ պահը, երբ որ սենց մի բան շատ ուզում ես եւ ստանում ես, մի տեսակ իսկապես մի պահ թուլանում է մոտիվացիան, այն լարվածությունը անհրաժեշտ բավարար մակարդակի, որը մեզ պետք է, որ մենք ինչ որ խնդիրներ հաղթահարենք։ Դրա համար մենք պիտի մտածենք, արդյոք ինչ եմ ես անում, երբ որ ամեն գնով փորձում եմ իմ երեխայի բոլոր պահանջմունքները բավարարել։ Դրա կարիքը չկա, շատ ծնողներ ինձ հարցնում են, ասում են, դե լավ, բա հիմա ինչ անենք։ Մենք հասցնում ենք, կարող ենք երեխայի բոլոր պահանջմունքները բավարարել։ Դե հասցնում ենք ժամանակ անցկացնել մեր երեխայի հետ, հասցնում ենք իր ուզած բաները գնել, իր ուզած խմբակները իրեն տանել, բա հիմա ինչ անենք։ Հատուկ խնդիրներ ստեղծենք մեր երեխայի համար, չեմ հասկանում։ Ես այդ ժամանակ սկսում եմ ծնողներին հարցնել իրենք ինչ են անում իրենց համար։ Սկսում եմ հարցնել, իսկ կան ինչ որ կարիքներ, որ բավարարված չի ձեզ մոտ։ Ենթադրենք ինչ որ մի տեղ եք ուզում գնալ ճամփորդել եւ չեք գնում, արդյոք անում եք ամեն ինչ ձեզ համար, ինչի կարիքը դուք ունեք։ Շատ հաճախ ծնողները ասում, դե Անուշյան նենց հարցեր եք տալի, իհարկե ոչ, հազար բան ենք ուզում, հո ամեն ինչ չենք կարող անել։ Ես այդտեղ ասում եմ, այ ուշադրությունը մի փոքր սևեռեք այս կողմի վրա։ Ներողություն, մի փոքր ուշադրությունը սևեռեք ձեր պահանջմունքների վրա, եւ երբ որ դուք սկսեք բավարարել ձեր պահանջմունքները, բավարար չափով ուշադիր լինեք ձեր նկատմամբ, օրինակ ձեր հանգստի կարիքը բավարարեք, իրար հետ առանձին ժամանակ անցկացնելու կարիքը բավարարեք, ընկերներին հանդիպելու, չգիտեմ, պարապ-սարապ այգում զբոսնելու, ոչ խորը իմաստալից ինչ որ բաներ անելու։ Եթե դուք ձեր բոլոր պահանջմունքները բավարարեք, անպայման ինչ որ բաներ երեխաների կպակասի։ Եվ դուք գոհ կլինեք եւ երեխան էլ մի քիչ ինչ որ պակաս պրատ բաներ կունենա եւ դրանց մասին կմտածի, դրանք կխորացնեն իր անձը։ Ի վերջո, եթե դուք հիմա հիշեք, կտեսնեք, որ ձեր կյանքում շատ տարբեր
դժվարություններ, որոնք դուք ունեցել եք, տվյալ փուլում սուբյեկտիվորեն գնահատել եք որպես անտանելի բաներ, շատ խորը ցավ, դավաճանություն, չգիտեմ, ընկերների կողմից, մտածել եք, որ լավ կլիներ, որ սա չլիներ, բայց հետո մեծանալով, որ հետ եք նայում, զգում եք, չէ, արժեքը այդ փորձերի, ասում եք, այ ինչքան բան ես այդ ժամանակ հասկացա, ես հասկացա ինչպես է պետք ընկերություն անել, ես հասկացա ով է սիրում քեզ, իսկ ով չի սիրում քեզ, ես հասկացա, որ սա պիտի այսպես լինի, նա պիտի այնպես լինի, իրականում երեխաներն էլ, նրանց անձը խորանում է իրենց հոգեբանական խնդիրների հետևանքով, նորից եմ ասում, հատուկ պրոբլեմներ պետք չի ստեղծել երեխաների համար, բայց պետք չէ նաև հիվանդագին կերպով վազել, որ այս բոլոր պրոբլեմները բան անենք, շրջանցենք, վայ հանկարծ ոչ մի խնդիր երեխան չունենա, սրանք իրականում այդ կոմպենսատոր քայլերն ու գործողություններն են, իդեպ երբ որ ծնողները փսիխոթերապիա են անցնում, նրանք շատ ավելի հանգիստ են մոտենում այս հարցերին, շատ ավելի վստահ են իրենց զգում եւ հանգիստ աջակցում են իրենց երեխային տարբեր պրոբլեմների հաղթահարման գործընթացում եւ չեն վախենում, որ երեխան հոգեբանական խնդիրներ կունենա։ Մյուս տարածված մարտահրավերը կամ սխալը, որ ծնողներին շատ բնորոշ է, հաճախ ծնողները երեխային զիջում են տանը, որպեսզի երեխան ավելի ուժեղ լինի դրսում։ Իրականում լինում է ճիշտ հակառակը։ Ես շատ եմ լսում ծնողներից, որ ասում են, դե չենք ուզում կոտրենք երեխային, չենք ուզում երեխայի կամքը ճնշենք, ուզում ենք, որ ինքը ուժեղ լինի, բայց իրականում այն երեխան, որը սովոր է, որ իրեն ամեն ինչ զիջում են եւ սովոր է առանց ջանք թափելու հաղթել, այս երեխաները առանձնապես ուժեղ չեն լինում դրսում։ Հակառակը նրանք դժվարություններից արագ ընկրկում են եւ արագ նահանջում են։ Այսինքն մենք պիտի երեխաների համար նաև տանը ապահովենք բավարար, բնական մրցակցության մթնոլորտ, ենթադրենք քույր եղբայր իրար հետ ինչ-որ բանի համար կռվում են, շախմատ են խաղում, չգիտեմ, հաղթում են, պարտվում են եւ այլն, չէ՞ բնական իրավիճակներ են, այստեղ երեխաների անձը իրականում զարգանում է եւ պայքարելու, մրցելու առողջ հմտությունները ձևավորվում են եւ հատուկ կերպով երեխաներին զիջել ինչ-որ բաներ տանը պետք չէ, սրանով նրանք ավելի ուժեղ չեն դառնում։ Մյուսը, որ էլի բխում է սրանից, զերծ պահել վտանգներից փորձ ունենալու փոխարեն։ Իրականում փորձից ավելի գնահատելի բան չկա, երեխան պիտի ինչ-որ դժվարությունների, վտանգների միջով անցնի, որպեսզի ավելի պատրաստ լինի կյանքին եւ ծնողը նրա համար չէ, որ երեխային փորձից հետ պահի, ծնողը նրա համար է, որ անընդհատ խորհուրդներով, գիտելիքներով, ինչ-որ մտքերով, գաղափարներով եւ վստահությամբ օգնի հաղթահարել այդ խնդիրները եւ փորձ ձեռք բերել, այլ ոչ թե հետ պահել փորձից, որովհետեւ հետագայում, երբ որ նրանք մեծ լինեն, արդեն մեծ փորձառություններում չեն կարողանա հաղթահարել եւ կունենան մեծ դժվարություններ։ Երեխայակենտրոնությունը դուք հիմա կասեք, որ այս ինչ բան ա մենք այսքան սովորում ենք, որ պետքա երեխայակենտրոն լինել, այս մարդն եկել է ասել դա սխալ է։ Այո, վերադառնանք իմ առաջին մտքին, ես կարծում եմ, որ ընտանիքում պիտի երջանիկ լինեն թե ծնողները, թե տատիկ-պապիկները, թե հորաքույրեր, մորաքույրերը եւ թե երեխաները։ Ոչ ոք մյուսից ավել ուշադրության կարիք չունի, բոլորը բավարար չափով պիտի ուշադրություն եւ սեր ստանան։ Եվ ես կարծում եմ, որ երեխայակենտրոնությունը բառի շատ բուն իմաստով իր մեջ վտանգ ունի, ժամանակակից երեխաները ավելի հաճախ հասուն չեն, ինֆանտիլ են, պատասխանատվություն դժվար են վերցնում, որովհետև իրենք մեծացել են այդպիսի միջավայրում, որ աշխարհը պտտվում է իրենց շուրջ։ Ես կարծում եմ, որ ընտանիքակենտրոն, մարդակենտրոն պիտի լինի ընտանիքը, ընտանիքում բոլորը պիտի ուշադրության կենտրոնում լինեն, այլ ոչ միայն երեխան, հատուկ տարբերակված ուշադրության կարիք երեխաները չունեն։ Միայնակ ծնողների կարևոր մարտահրավերը, հաճախ միայնակ ծնողները ամեն գնով ամեն ինչ անում են, որպեսզի փոխհատուցեն բացակայող ծնողի դերը։ Ամենամեծ մարտահրավերն է, ամենահաճախ հանդիպող սխալն է, որ միայնակ ծնողները թույլ են տալիս, նրանք փորձում են փոխհատուցել եւ լրացնել բացակայող ծնողին, հաճախ դրանով թերակատարելով իրենց դերը։ Այսինքն, եթե միայնակ մայր է, փորձում է հոր դերը կատարել, հոր դերը լրացնել եւ հաճախ այնտեղ տուժում է մոր դերը։
երեխային սկսում է մայրը պակասել։ Պետք է ճակատագիրը այն ինչ որ կա, ընդունենք այնպես ինչպես կա եւ կատարենք առավելագույն ձևով մեր այն 50%-ը, որը մենք ունենք, այդ 50%-ը 100%-ով փորձենք անել եւ որևէ կերպ չփորձենք կոմպենսացնել այն բացը, որը որ դե կա։ Որևէ կերպ մենք դա չենք կարող լրացնել, իհարկե դա երեխան տարբեր կերպով կյանքում կարող է լրացնել, բայց մենք կոմպենսացնելով կարող ենք մեր դերից լիքը բան կորցնել։ Եվ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների մեծագույն մարտահրավերը մեղքի զգացումն է, պատասխանատվության զգացումն է, ինչ որտեղ աստվածային դերի ստանձնումը, հաճախ հաշմանդամություն ունեցող ծնողները կարծում են, որ իրենք ինչ որ բան այնպես չեն արել, որ իրենց երեխան ունի խնդիրներ։ Սա մեծագույն խնդիր է, որ մենք հոգեբաններս առնչվում ենք եւ փորձում ենք օգնել ծնողներին հաղթահարել այս խորը խնդիրը։ Խնդիրներ կարող ենք ունենալ բոլորս, հիվանդանալ կարող ենք բոլորս եւ դրանում իհարկե ամենակիչ պատասխանատվությունը երևի ունեն ծնողները, որովհետեւ նրանք ամենակիչը կուզենային, որ իրենց երեխան ունենար խնդիրներ։ Ես ուզում եմ, որ դուք բոլորդ ունենաք երջանիկ ծնողական փորձ եւ շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ինքս մանկապարտեզում եմ աշխատում ու ծնողների հետ փորձում եմ որոշակի ծնողավարության սեմինարներ անցկացնել, այդ վիճելու հետ կապված օրինակ ես ծնողներին խորհուրդ եմ տալիս ընդհակառակը շատ երեխային չներգրավել ու անպայման բնականաբար երեխան գիտի, որ ինչ-որ բան այն չէ, բայց իրեն հասկանալի ձևով էլ ասել, որ, չգիտեմ, օրինակ ինքը մեղավոր, ասենք, ոնց որ երեխայի մեղավոր չլինի, էլի, որ ծնողները ինչ-որ վիճում են, այդ ինչ կասեք, այդպես Տեսեք, եթե երեխաները նախ խոսքը գնում է ընդունելի սահմաններում վեճերի մասին, այսինքն այնպիսի աննորմալ բաներ, որ չի կարելի նաև զույգերի միջև, բնականաբար երեխայի ներկայությամբ էլ չի կարելի անել, բայց ես կարծում եմ, որ եթե երեխաները պարզ տեսնում են վիճաբանությունը, հասկանում են ինչի շուրջ է, ենթադրենք մեկը ուշացել է, չգիտեմ, այնտեղ այն մեկը բարկանում է, ասում է, դե զզվացրեցիր, ամեն անգամ նույն բանն ես անում, կյանքս կերար, ես էլ չեմ կարողանում, երեխաները հասկանում են ինչի մասն է խոսքը, եւ իհարկե ներգրավել երեխաներին պետք չի։ Եթե վեճը երկու մարդու մեջ է, երեխային ինչու են ներգրավում, բայց երեխայի բնական ականատես լինելը այդ վեճին ուղղակի երբեմն անխուսափելի է։ Մարդիկ մեքենայի մեջ են վիճում, ինչ որ միտեղ գնալուց, պատահական ինչ որ պահի սկսում են իրար հետ վիճել։ Պետք է ուղղակի ասել, որ սրանցից վախենալ պետք չէ։ Երեխաները նաև հարց են տալիս, օրինակ ասում են, ինչու է պապան ջղայնացած, ինչի է մաման ջղայնացած, կամ մեկ-մեկ ասում են մի գոռացեք, մի վիճեք եւ այլն։ Եվ իհարկե պետք է երեխայի համար հասկանալի լեզվով իրեն բացատրել ինչ է տեղի ունենում, ասել, հա, ջղայնացած եմ, գոռում եմ, լավ եմ անում, որ մյուս անգամ տեն չանի։ Վերջ, այսքան բան, պարզ պրիմիտիվ բաներ են։ Եվ իհարկե, այո, պետք չի իրար սպանել ոչ երեխայի ներկայությամբ, ոչ երեխայի բացակայությամբ, եթե նման բաների կարիք է լինում, ուրեմն պիտի մտածենք արդյոք ճիշտ մարդու հետ ենք ապրում, թե ոչ։ Եվ եթե մենք չթաքցնենք վեճերը, երեխաները այդպիսի ենթադրություններ դժվար թե անեն, որ իրենք են մեղավոր։ Եթե երեխան պարզ տեսնում է, որ, չգիտեմ, հայրիկը բարկացավ, որ մայրիկը ուշացավ, չգիտեմ, երեխան հասկանում է եւ կարող է ընկալել այդ ամենը, բայց իհարկե անխուսափելի են նաեւ դեպքեր, որ երեխան կարող է վախենալ նրանից, որ վիճեցին եւ պետք է երեխային բացատրել ինչ տեղի ունեցավ։ Բարև ձեզ, հարցը հետեւյալն է, ունեմ 4 տարեկան տղա եւ սովորաբար այն խիստ սահմանները, որ դրվում են, իմ կողմից են դրվում, ոչ թե ամուսնուս կողմից, ավելի շատ զիջող, ներողամիտ, օրինակ մի փոքր դրվագ ներկայացնեմ, երբ ընկնում էր տղաս օրինակ նոր էր քայլում, ես շատ հանգիստ էի վերաբերվում այդ փաստին, դե կկանգնի, ամուսինս խառնվում էր, վայ, հանկարծ միտեղ չկապտի եւ այլն, ու հիմա երբ սահմանները արդեն 4 տարեկանում պիտի հստակ դրվեն, իր կողմից չի լինում դա, սովորաբար ավելի այսպես ուղիղ է լինում հայրը, հայրությունը այդպեսին է թերևս, ինչքան ուսումնասիրել եմ,
մայրը ավելի ներող, այսպես բաց գիրք պիտի լինի, ջերմ տարածք, որտեղ պիտի երեխան առաջին հերթին վազի որևէ խնդիր ունենալու դեպքում, արդյոք ճիշտ է դա եւ ինչպես կարող եմ շտկել ճիշտ ուղղորդել ամուսնուս ու ես էլ մի կամ երկու քայլ հետ գնալ այդ սահմանների հարցում, որ հանկարծ տղա երեխայի դեպքում օրինակ հորդերը մայրը ստանձնած չլինի եւ հակառակը։ Գիտեք, ես շատ կուզեի, որ ծնողները այնքան ինքնավստահ եւ բնական ու ինքնաբավ լինեին, որ չմտածեին, թե իրենք ինչ դեր են կատարում։ Լինեն բնական, այնպիսին, ինչպիսին իրենք կան։ Այստեղ ինչ որ փորձել դերեր կատարելը մի տեսակ անբնական է դարձնում ծնողի վարքը։ Ես կարծում եմ սրանից երեխան ավելի շատ կարող է տուժել։ Ծնողները մարդիկ են, մեկը կարող է մի քիչ ավելի ներողամիտ լինել, բնական իր բնույթը ձևը այդպեսին լինի, մյուսը կարող է մի քիչ ավելի պահանջկոտ լինել, մի քիչ ավելի խիստ լինել։ Սրանից երեխան չի տուժի, եթե չափավոր են այս բոլոր բաները դրսևորվում։ Եթե մենք ինչ որ բռնակալի վարք չենք դրսևորում, մի քիչ պահանջկոտ ենք օրինակ, իսկ հայրը մի քիչ ավելի մեղմ է մոտենում։ Հիմա այդպիսի մարդ է, հո այդ մարդուն չենք վերցնելու, փոխենք, ասենք դու պիտի հայրը այսպեսին լինի, մայրը այնպեսին լինի։ Ծնողները իրավունք ունեն լինել բնական, ինքնատիպ եւ իսկական եւ վայելեն իրենց կյանքը։ Երեխաներն էլ դրա հետ պիտի հարմարվեն։ Հասկանում եք, դա երեխաները մեզ ասում են, դա իմ անհատականությունն է, ես այսպես եմ ուզում, հələ մի հատ չխառնվեք իմ կյանքի մեջ։ Սովորեք ձեր երեխաներից, ապրեք ձեր կյանքը եւ թող չխառնվեն իրենք ձեր կյանքի մեջ։ Եղեք այնպիսին, ինչպիսին դուք կաք եւ պետք չի հատուկ ձևական մտնել ինչ որ բանի մեջ, էլի, ֆորմայի մեջ։ Սա մի տեսակ փչացնում է ծնողի կյանքը։ Եվ վերջին հարցը։ Շնորհակալություն։ Կուզեի մի այսպիսի խնդրին անդրադառնալ, հաշմանդամություն ունեցող ծնողի դժվարությունը եւ հաշմանդամություն ունեցող ծնող ունեցող երեխայի դժվարությունը։ Մի փոքր այդ փոխհարաբերությունները, երբ երեխան նկատում է, սկսում է հասկանալ, որ հայրը կամ մայրը ունի որոշակի կոնկրետ սահմանափակումներ, ինչպես ճիշտ օգնել այդ վերապրել, որ երեխան չստանձնի ծնողի դերը, ավելի գեր պարտավորվածություն կամ խղճահարության չվերածվի դա, այլ մնա իր դերում պարզապես առողջ գիտակցումով, որ դե պապան կամ մաման էլ ունեն որոշակի խնդիրներ։ Շնորհակալություն։ Տեսեք, նախ ես կարծում եմ, որ մենք բոլորս ունենք որոշակի սահմանափակումներ եւ որոշակի խնդիրներ, բոլորս։ Եվ եթե մենք անկեղծորեն դրանք ընդունում ենք եւ բնական ապրում ենք մեր կյանքը, մեկը ունի, չգիտեմ, ֆինանսական ինչ որ դժվարություններ, հա, չի հասցնում այս կամ այն բանը, մեկը ուրիշ ինչ որ առանձնահատկություն ունի, մենք իդեալական չենք ոչ մեկս։ Եթե մենք բնականորեն ընդունում ենք մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք, դա չի ծանրանում որևէ մեկի վրա, դա որևէ մեկի բեռը չի դառնում, բայց բնական դժվարություններ կարող են լինել։ Եվ պետք չէ նաև վախենալ դրանից, որ օրինակ հաշմանդամություն ունեցող ծնողի երեխան կարող է ավելի պատասխանատու կամ ավելի հասուն լինել։ Ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի, եւ դա այդ երեխայի փորձն է, այդ երեխայի ճակատագիրն է, այդ երեխայի ձեռքբերածն է։ Շատ-շատերը իրենց կյանքի ընթացքում ծնողի կորուստ են ունենում, ծնողի հիվանդանալու հետ են առնչվում, տանը ինչ որ մեկը հիվանդանում է եւ այդ երեխաները օրինակ ստիպված են լինում խնամել ինչ որ մեկին տանը։ Սրանք բնական բաներ են, մեր կյանքի փորձն է, պետք չէ դրանից վախենալ, պետք չէ մտածել, որ դա ինչ որ անլուծելի մեծ դժվարություն կլինի, սա մեր կյանքն է եւ մենք պիտի մեր հնարավորությունների սահմաններում ապրենք այդ կյանքը։ Թե հաշմանդամ ծնողը կարող է երջանիկ երեխա մեծացնել եւ թե առողջ ծնողը կարող է շատ դժբախտ երեխա մեծացնել։ Մեր հնարավորությունները շատ լայն են։ Մեր մտքում են այդ սահմանափակումները։ Հասկանում եք։ Ձեզ նույնպես շնորհակալություն։